խոսակցություն տենց եղավ հայ սուպերստարի մասով։ Կարծում եմ, որ այս պարագայում այո, պիտի խոսող մարդիկ ավելի շատ լինեն։ Դարձնել ծաղրի առարկա։ Այլևս այդ իրականությունում մենք չենք ապրում, մենք շատ հանգիստ կարանք բարձրաձայնենք ու տվյալ արտիստը, որին շատ սիրված ազգում, չեղարկված գա։ Մի տղա հրապարակից մի տեսանյութ, որտեղ ասում են, որ բլոգերների աշխատանքը Հայաստանում գերագնահատված է։ Մենք բոլորս գիտենք ինքը ինչքան փորձեր արել բլոգեր դառնալու։ Չի ստացվում իր մոտ։ Դիտումները դրանք կրիտերիա չեն, անկեղծ մանրադարձը Նազենի Հովհաննիսյանի մասով եղել է նրան, որ ինքը շատ սուր մեղադրական ուղերձ էր հղում աուդիտորիային, որ դուք եք մեղավոր, ձեր պատճառով ասենց վատ։ Նվազագույնը ամսական վաստակում է 4 միլիոն դրամ։ Այդ թիվը, որ մարդիկ լսում են, այո, շոկային է, որովհետև մեր իրականության մեջ մի քիչ անարդար է։ Պապաս դեռևս խոցելի է ատելության խոսքի հանդեպ։ Չէ, միացրան լավ պատասխան, ասում չէ։ Մտնում է ժող պոչիկով մի հատ շատ սիրուն աղջիկ է անցնում, քյարթերը ոչ թե նայում են այդ սիրուն աղջկան, այլ քեզ։ Եթե հետաքրքրված ես բիզնեսով ու անձնային բրենդի զարգացմամբ եւ արդեն իմ ալիքում ես, ապա բաժանորդագրվիր ու սեղմիր զանգակին, ծանոթանալու իմ հետագա հյուրերի հաջողության պատմություններին։ Զանգակը։ Հայկ, նախ շնորհակալ եմ շատ այս ճամպրուկային օրերին, որ զրույցի հրավեր ընդունեցիր։ Մեծ սիրով։ Ու զրույցը սկսենք հետեւյալ կետից։ Հիմա քո գործունեությունը 3 ոլորտում է ամփոփվում՝ բիզնես, բլոգինգ եւ արդեն ոդքասթերը։ Ես չէի տարանջատում, որովհետև իմ համար բլոգինգ ու ոդքասթը նույն գծի վրա, որովհետև գոնե կոնտենտի ու բովանդակության առումով ինչ որ նման են իրար, ուղղակի ոդքասթի դեպքում մի քիչ ավելի երկար բովանդակություն է, որ քեզ թույլ է տալիս ոչ թե ռեկ տալ ու մի րոպեի ընթացքում տեղավորվել, այլ ավելի երկար ժամանակահատվածում։ Դրա համար օքեյ, 3 շատ ավելի լավ։ Եթե փորձես հիշել մանկության պատանեկության տարիներին, ո՞րն էր այս ոլորտներից, որ քեզ ամենահետաքրքիրն էր, ամենացանկալին ու հիմա էլ նույն էնտուզիազմով շարունակում ես աշխատել։ Այո, էգոցենտրիզմը, ուշադրության կենտրոնում լինելը, որովհետև ինձ միշտ դուր է եկել։ Այսինքն դպրոցում, երբ որ ինչ-որ հանդես է լինում, բան է, որ երեխա կար, ու ինձ զզվում է, որտեղ ամենաերկար խոսքերը իրան են։ Այդ ես եմ եղել։ Ու տենց ինչ-որ շարքի բաներ, անգամ մենք կառնավալներ ունենք, որտեղ ես օրինակ եղել եմ Կարմիր գլխարկի փչացած ընկերուհին։ Ինչ-որ հենց կերպարները ռադիկալ կերպարներ էին, որ ուզես չուզես ուշադրության կենտրոնում ես հայտնվում, ու ես հիշում եմ դասատուների պատկերացրեք քանակերում մեծանում ես, բավականին կոնսերվատիվ միջավայրում, եկեք, բան դու խաղում ես Կարմիր գլխարկի փչացած ընկերուհին։ Ինչ սկզբունքով էին բայց ընտրել։ Ես էի գրել սցենարը, այսինքն ես ինչ ուզեի գրում եմ, որտեղ հումորի կամ թեկուզ տափակ հումորի զգացում դեռևս կար փոքր տարիքից, ու մստահում էին ինձ։ Ես էլ sense ստեղծագործում էի, մենք միշտ գրում ենք մեր ներկայացումներով, ու ամեն տարի սպասում էի, որ ինչ որ մի հատ տարբերվող մի բան անեմ, ու դրա համար ինձ թվում է շատ աշճանական զարգացել է, որովհետև սկսել եմ Facebook-ից, ստատուսներ գրելով, հետո տեղափոխվել եմ Instagram, հետո հիմա էլ արդեն նաև YouTube, որտեղ դուր է եկել ու մյուս կողմից հասկացել եմ, որ ունես այնց հավես ազդեցություն, կարաս ինչ որ մի բան է փոխես կամ ինչ որ հետաքրքիր քո միտք վալիդացնես, տեղ հասցնես։ Վերջերս Արտակ Վարդանյանի հետ ինտերվյուում քո եկամուտների մասին մի թիվ բարձրաձայնեցիր, ասելով, որ միջինը նվազագույնը ամսական վաստակում է 4 միլիոն դրամ, ու սա կարծես շատ մարդիկ անձնական վիրավորանքի պես ընդունեցին, չգիտեմ ինչի, բայց հիմա մեր զրույցով ուզում եմ մենք խոսենք սրա մասին ու ցույց տանք, որ այդ թիվը այսպես շատ պատահաբար չի եղել քո կյանքում ու դու շատ երկար աշխատել ու եկել ես դրան, որ այսօր կարողանաս վաստակես այդ գումարը։ Ապրես շատ, որովհետև այնքան սիրուն բերեցիր այդ կետին, մարդիկ հատկապես նրանք, ովքեր ինձ հետևում են գոնե 7-8 տարի առաջվանից սկսած տեսել եմ, որ ես իրանց աչքի դեմն եմ աճել, հա, մարդով ապրում է շատ վատ վերանորոգած բնակարանում, ինքն իր ուժերով տեղափոխվել է, ապրում է առանձին, ես հիմա ապահովում եմ բազմաթիվ մարդկանց աշխատանքով, ես գործատու եմ, ես իմ ընտանիքին եմ ապահովում, ինձ եմ ապահովում, բայց այդ ինչ որ ճանապարհ ունի անցած, էլի, ուզում եմ էլի հին կետի գամ, որովհետև շատ կարևոր է էլի այս մտքերը հնչեցնել։
Ես 15 տարեկանից սկսած զբաղվել եմ կամավորությամբ 7 տարի ու այդ այն ժամանակ էր, երբ որ արդիական չէր զբաղվել կամավորությամբ, հիմա դա անում են մեծամասամբ նաև, որովհետև զեղչ չեն հասնում տվյալ վկայականների համար։ Մենք սկսել ենք սեփական նախաձեռնողականությամբ, հա, ես եղել եմ Հայաստանի գյուղերի գրեթե 60%-ում առանց չափազանցնելու ու դասավանդել եմ սոցիալապես անապահով խմբի երեխաներին, սա World Vision հասարակական կազմակերպության շրջանակներում ու անգամ ոնց որ դա եղել է կամավոր, հետո աստիճանական մի դասընթացի համար 2500 դրամ վաստակելով ու հետո ես փորձել եմ հասկանալ ոնց կարամ ինձ մոնետիզացնեմ։ Սկսած նրանից, որ առաջի գովազդային համագործակցությունը վերջացրած իմ բիզնեսը, որովհետև ես սկսել եմ 100,000 դրամով որպես հոբի, հիմա մեկ խաղ ստեղծելու համար պետքա նվազագույնը $5,000, որ պատկերացնեմ մարդիկ, մենք ունենք 30 ավել խաղեր, բայց այդ չի եղել միանգամից, դա ձնագնդիկի էֆեկտն է, այսինքն ես այդ գումարը ոչ թե վերցրել եմ ու սկսել եմ ցոփ ու շվայտ կենսակերպով ապրել, բնականաբար, երբ որ դու ունես ավելի լավ եկամուտներ, փորձում ես քո կենսամակարդակն բարելավել, հա, օգտվել սրճարաններից, որ ժամանակին չէր կարա քեզ թույլ տայր, սկսում ես ճամփորդել կամ սկսում ես առնել հագուստ, որը առաջներում կսպասեիր sense նվազագույն զեղչին հասնելուն կամ մի քանի կտորին համադրելու համար, հիմա դու կարողանում ես դա քեզ թույլ տաս, բայց այդ եղել է ձնագնդիկի էֆեկտով, հա, 100,000 դրամ պատկերացրեք, ոնց որ սպասում ես վաճառվի, դնում ես ու մենք 7 տարի կլինի ինչ խաղեր ենք ստեղծում, սա իմ եկամուտների աղբյուրներից մեկն է, որը դուք նշեցիք, մյուսը դա բլոգերությունն է որպես գործունեություն ու ինքը եղել է 6,000 դրամ գովազդի դիմաց ու եղել է 5 տարի առաջ։ Մարդիկ ինչի են համագործակցում, որտեղ այո, շուկայում կա պահանջարկ ու կա առաջարկ, որովհետև առհասարակ, որ դուք պատկերացնեք ինֆլուենսերներին հատկացվող բյուջեն աշխարհում միլիարդավոր դոլարների է ու տարեստարի ավելի ավելանում, որովհետև մենք ուզենք թե չուզենք, Gen Z-ին, սերունդը որ նոր է գալիս, իր համար կարծիքի հեղինակություն դառնում են արդեն երիտասարդ ներկայացուցիչները, բլոգերները, ոչ թե մեդիան, որպես մոնոպոլիստ, այլ մարդիկ, ովքեր իրենց կարծիքն են թելադրում, իրենց կենսակերպն են ցույց տալիս, ու նույնը նաև տենդենս շարժումը բրենդերի ուղղությամբ, հա, առաջներում ես թիվը նոր է հասել այդ դրան, շատ երկար ժամանակ, ու միջայլոց այն ժամանակ, երբ որ Հայաստանում շատ քիչ էինք էլի բլոգերներով, նույն հաջողությունը ես կարամ ասեմ խաղերի առումով, մենք խաղեր սկսել ենք ստեղծել, երբ որ շուկայում կար այլ կերպ ընդհանրապես, մենք երկրորդ խաղն ենք եղել, նույն բլոգերությունը, մենք շուկայում եղել ենք առաջի բլոգերներից, ու ոնց որ պետքա մարդիկ գիտակցեն, որ այս մարդը կանոնավոր կերպով ոնց որ աճել է, այդ թիվը, որ մարդիկ լսում են, այո, շոկային է, որովհետև մեր իրականության մեջ մի քիչ անարդար է, հաշվի առնելով, որ ոնց կարան մարդիկ, հա, տարբեր եկամուտներ ստացողներ, հա, շատ են համատում մեզ բժիշկների, ինժեներների, բայց տեղ իմ մեղավորությունը չկա, որովհետև սա համակարգային խնդիր է, սա պետքա զբաղվի պետությունը այդ բաներով, բայց դա խելամիջի, երբ որ ես կանգնեմ ասեմ, չէ, եկեք հրաժարվում եմ մեծ գումարներ ստանալուց, որովհետև մեր երկրում կա այս անարդարությունը։ Ուղղակի մենք ինչի ենք ավելի շատ trigger աուդիտորիայի համար, որովհետև տեսանելի է։ Այսինքն մարդիկ անընդհատ տեսնում են այն երևացող կողմը, որ դու վաճառում ես, հա, առանց հոգս չի, կոնտենտ ես ստեղծում, ճամփորդում ես, առօրյա ես ցույց տալիս, չեն տեսնում, որ դրա հետևում կա լիքը աշխատանք, տարիների փորձ, կա գաղափարներ, այնքան կոմունիկացիա կա, որ համոզված եմ լիքը մարդ չէր կարող այդ ծավալը հանդուրժեր։ Պատկերացնում եք, դուք շփվում եք հազարավոր մարդկանց հետ ու դու պետքա ամեն մի գործատուին, բիզնեսմենին կարողանաս կոմպրոմիսի գնալ, կարողանաս լավ իդեա տալ, դու կարողանաս չեմ ուզում որ շատ ծանր ներկայացնեմ մեր աշխատանքը, որովհետև իմ համար փիլիսոփայությունը հետևյալն է. դու պետքա գտնես այն աշխատանքը, որից առավելագույն հաճույք ես ստանում։ Հիմա ես գտել եմ այդ աշխատանքը, որը առավելագույն հաճույք է, դրա համար հիմա այդքան ծանր չի թվում։ Ու նույնիսկ ոնց որ ես ասում եմ, շատ հիանում եմ ծրագրավորողներով, ես եք ուզենայի նստած էլի միլիոններ աշխատեի, բայց ես կյանքում չեմ կարա գնամ դառնամ ծրագրավորող, ու այդ ինձ որևէ բարոյական նորմ չի տալիս, իրավունք չի տալիս, որովհետեւ ես արժե զրկեմ այդ մարդկանց աշխատանքը, օրինակ ասեմ, ինչի են ծրագրավորողները միլիոններ ստանում։ Լավ են անում, այդ իր կարողությունն է, այդ շուկան է, ու մենք է պետքա հասկանանք, ինչ կարողություն մենք ունենք, որը մեզ թույլ կտա ոնց որ գեներացնել գումար համապատասխան մեր բոլոր ներքին ստանդարտներին, ապրումներին ու էնտուզիազմին, որը մենք ունենք։ Տվյալ տեսանյութի հոլովակի տակ կոմենտները կարդալով ես հասկացա, որ շատերը չգիտեն, որ դու նաև բիզնես ունես ու մտածում են, որ այդ ամբողջ եկամուտը գալիս է բլոգինգից։ Բայց հիմա ես ուզում եմ ավելի մանրամասն անդրադառնանք բիզնեսին, դե սեղանի խաղերի հիմնադիրն ես դու, եւ կուզեմ խոսենք, թե բիզնեսը ինչ բյուջեով եք սկսել, սկզբում ինչ վաճառքներ եք ունեցել ու արդյոք գլոբալ ինչ-որ ձախողումներ եղել են սկզբնական շրջանում։ Շատ ապրես, ոնց որ նշեցի 100,000 դրամով ընդամենը ու որպես հոբի, այսինքն մտածել ենք ինչ կարանք անենք, որ վաճառվի, դարձյալ իմ տափակ հումորի զգացումը ներառելով ստեղծել ենք
շատ պրիմիտիվ խաղ է, որ անկեղծություն թե համարձակությունը կար, ես չգիտեմ որ մարդիկ չեն կարողանում հարցեր կամ գործողություններ մտածել, տենց տպել ենք, այսինքն պուճուր տուփեր էր էլի, ու սիրողական մենք վաճառում ենք անօրինակը, որովհետև ոնց որ չես կարող էլի պետքա գրանցում ունենաս, ու ստացվեց նենց որ բարձվեց լավ վաճառվում է։ Մյուս կողմից խանութները սկսեցին մեզ հենց դիմել, բուկինիստը ասեց կգաք մեր մոտ վաճառեք։ Ու իրենք այնքան լավ խորհուրդներ են տվել, մենք սկսեցինք հասկանալ ինչա շուկան ուզում։ Մենք չենք ուզում փոքր բան, Հայաստանում այո, շատ ընդունված է, այն չինական բարբի տիկնիկները կան, որ ասես միտեղ տիկնիկնա, միտեղ օշիկնա, ստես շորնա, բայց տուփը շատ մեծ է, տենց բաներ են ուզում կամ չեմ, դատարկ չիպսի տուփերը, որ օթով են լցված, տենց բաներ են ուզում, մենք սկսեցինք արհեստական մեծացնել տուփի ծավալը, խաղաքարտերի քանակը շատացնել, որ կարողանանք հիմնավորենք իր ավելի թանկինը, որովհետև այդ թանկինի մեջ մենք տալիս ենք նաև տոկոսավճար տվյալ բրենդին, որը վաճառում է, այս դեպքում բուկինիստ կամ այլ գործընկերներին, ու սկսեց մեր առաջին խաղը, ես ու գործընկերս ենք եղել, ես ուղղակի ոնց որ գաղափարական մարդն եմ եղել, կյանքում ինչ չեմ պատկերացրել ինչ որ մի բան վաճառա, որտեվ մարդկանցից որ փող ես վերցնում, ոնց որ կներեք, ասենց որ անբարոյական բան անես, էլի, ասես վարդուց փող վերցուց, որ գնում ենք խաղ վաճառել, ասես խեղճացած բան եմ, որ ասենց, բայց դու գիտես որ լավ բան ես տալիս այդ մարդուն, այդ համարժեք է, էլի, իր տված գումարն ու քո պրոդուկտը, մի խոսքով լիքը բաներ հաղթահարելով, որտեղ մենք բաժանվել ենք ընդամենը մի տարի մեր գործունեությունից հետո։ Իրար չենք հասկացել ու միջալոց մի հատ է խորհուրդ, եթե ցանկալի է չսկսել բիզնես ընկերների հետ, բայց եթե սկսում եք, պետքա հստակ դերաբաշխում ունենալ ու պետքա հստակ այնքան էմոցիոնալ կիրթ լինել, որ կարողանալ տարանջատել գործնական եսին, անձնական եսից, բայց այդ անհնար է։ Այնքան sense լղոզված է սահմանները, հատկապես երբ որ չգիտեմ, դու առօրյա շփում ունես, դու ուրիշ եզրեր ունես շփվելու, դրա համար մի քիչ զգուշ եղեք ընկերների հետ կամ հիմնադրեք նենց, որը հստակ աշխատանքային նկարագրով բաժանումներ ունի։ Մենք բաժանվեցինք, հետո ոնց որ շատ երկար դաթարի փուլ եղավ, որովհետև ես գնացել եմ Armenia TV, այնտեղ այդ տափակ ստատուսների պատճառով կանչել ու ասում են մեծ ապագա են խոս տալիս, որ սա ստենդափներ են կանելու, հեսա մեզ ճանաչելու են ու ես այն հիշում եք Հայկոին, որ այդ ուշադրություններ ուզում, ասես վազելով գնացել եմ, ես գիշերները եղա Armenia TV-ում քնել ենք, եթեր ա եղել, որ մենք նկարահանել ենք 11 համար ստենդափի տարբեր մարդկանցով, որից 10-ը ես էի գրել, պատկերացնում եք, չէ՞, էնտուզիազմս ինչ պիկում էր, ու այդ փուլում ոնց որ սենց մոռացել էի խաղերից մասին, ինչ որ մի բան էր, որ վաճառվում էր, բայց ես հեսա ու մեկի ջոգում եմ, որ ոչ մի բան չի կատարվում։ Ասում ոնց ոչ տեղափոխվեցինք Armenia TV, այն վաղ կար պրեմիում, չեմ հիշում ալիքները, որ բոլորին չէր հասանելի։ Հա։ Չի կատարվում իմ կյանքում փոփոխություն։ Ոչ մի ձև ես դա չեմ զգում, էլի։ Հասկացա, որ պետք է ավելի շատ գնամ դեպի բիզնեսս։ Ու այդ ժամանակ հիշում եմ, շատ փոքր էի, բայց ռիսկ արեցի $25000 պարտքի տակ մտա։ Դրա մասին մերոնք չգիտեին, դրա մասին ոչ մեկ չգիտեր։ Ու ես փոքր եմ, էլի 20 քան տարեկան էի, 22-23 տարեկան էի, ու մտածում եմ մեկա ինչ լինի։ Մամենքս այն կարգի իմ կողքին կանգնած են, որ տունը կծախենք։ Այդ բուրեցել եմ ու պետք էր 3 ամսում այդ գումարը փակել, որովհետև զուգահեռ տպագրել էինք 4 նոր խաղ։ Ասենց հավաքում եմ մտքերս, օքեյ, ես պիտի անել էս։ Մենք ունենք 3 ամիս ժամանակ, բայց ինչ էի անում, գնում էի խանութի բոլոր աշխատողներից, սկսում էի ընկերանալ, հումորներ էի անում, ստիպում եմ որ ինձ սիրեն, որտեղ որ սիրում են, խաղը ավելի լավ են վաճառում, էլի, որտեղ ջոգում եմ որ ամեն օղակ կարևոր է։ Նույն ձև իմ բլոգն էի զարգացնում, որ մարդկանց ցույց տամ իմ խաղերը, ամեն ձև ոնց որ տեսանելիությունը շատացնեի, ու ստացվեց նենց, որ նաև մի հատ ուրիշ բան, այդ լավ բան չի, իմ մոտ շատ մրցակցային ես կա, որ տեսնում եմ իմ նախորդ գործընկերն նույնպես խաղեր է անում, այդ լարում էր ինձ, ասում եմ մի վարքյան, բայց ես պետքա, ես էլ մի հատ համատվենք, չպարտվեմ, բան, ու այդ էլ ինչ մոտիվացիան երբեք չպետք է բացական կետից գա, դրա համար կուզենամ տենց մոտիվացիա չունենաք, բայց այդ էլ ինչ որ ձև ստիմուլ էր տալիս, որ ավելի շատ ներգրավեմ process-ում, ու արդյունքը դարավ այն, որ 3 ամսում չէ, 4 ամսում այդ $25000 պարտքը փակեցի, հետո նոր մերոնց ասեցի, մերոնք երջանկացան, ու հիմա հասել ենք նրան, որ շուկայում մենք առաջատարն ենք, այսինքն խաղերի առումով լավագույն վաճառվող խաղերը մերն են, մյուս կողմից նաև ինչն է ինձ օգնել այդ կամավորությունը, որ ես շատ եմ հավատում խաղային կրթությանը, այսինքն որ երեխաները խաղալով կարան շատ բան սովորեն, ու այդ իմ գաղափարները նաև տենց են վաճառում, էլի մարդիկ իմանան, որ այդ պարզապես բիզնես չի իմ համար, դա իմ փիլիսոփայության տարածումն է, ու այդ այնքան լավ հասկանում են, դրա համար ես շուկայում առաջատար եմ, ես չեմ կարող իմ ջելոց ինչ որ մի բան ստեղծեմ, մասնագետներ եմ ներգրավում, հոգեբաններ եմ ներգրավում, դիզայներ, լսարանս ա տեսնում, դրա համար հիմա կա մի հատ բիզնես, որ այստեղ կայուն է, շատ բավականին կայուն է, առաջ ասում եի փոքր բիզնես, հիմա բացարձակ այդ եզրույթը չեմ օգտագործի, որտեղ այդ բիզնեսով ես շատ մարդկանց գործատու եմ։ Ու մենք 30-ից ավել խաղեր ունենք, էլի, այդ բավականին մեծ է, երբ որ սկսում ես պատկերացնում ես 100,000-ով է սկսել,
Ուստի կարևոր է նա, որ մենք եւ երկու դեպքում բլոգինգի եւ խաղերի ես շատ ճիշտ ժամանակ, շատ ճիշտ կետից սկսել եմ հավատալով իմ գործունեությանը։ Հանրային լինելը առհասարակ վաճառքի շատ ուժեղ գործիք, հա։ Հիմա արդեն վաճառքների հետ մեծ փորձ ունենալով, եթե վերլուծենք, ինչ ես կարծում, եթե քո հանրային լինելը չլիներ, այս բիզնեսը այս եկամտաբերությունը ունենալու պոտենցիալ ուներ։ Չեմ կարծում, այսինքն ինչ որ փուլից կգնար դեպի ավելի անկում, բայց հաշվի առնելով, որ նույն խանութում աշխատում են մարդիկ, ովքեր ինձ շատ են սիրում, այդ ինչ որ առավելություն է, որը ապրիորի առավելություն է։ Տեսնում են, ասում, հա, Հայկի խաղերն է, կամ պապան առաքում, դե պապային էլ տենում են, էլի, վլոգների կամ Instagram-ի միջոցով, ասենց վայ, Միշիկ Ձյաձյան եկա, ասենց ուրիշ վերաբերմունք է ձևավորվում, որը դառնում է իմ բիզնեսի առավելություններից մեկը, իսկ անձի բրենդը շատ լավ աշխատում է, էլի 21-րդ դարում, ոնց որ բոլոր բիզնեսները նախ ձգտում են, որ իրանք ֆեյս ունենան, կամ բոլոր անհատներ էլի աշխարհում ձգտում են բիզնես ունենան, որովհետև քո այդ լավագույն մոնետիզացիան է, դու վաճառում ես, քեզ քո ամենամեծ առավելությունը, այսինքն դա Քիմ Քարդաշյանի առավելությունը իր մարմնի կառուցվածքն է, կամ իր ներառական լինելն է, որ բոլոր մարմնի գույներ, հենա է մարդը պաստելների տեսակներ է ստեղծում կամ սկիմս է ստեղծում, որը ընդգրկում է մարդու ֆորման կամ ցույց է տալիս ավելի գեղեցիկ, կամ նույնիսկ ցանկացած մարդ էլի հիմա կոսմետիկան է շատ տրենդային, այդ մարդը դե սեր ունի, խիչ արտադրի իրանը։ Նույն մեդիականության մեջ շատ են ջանազյաններ էլի շատ լավ մոնետիզացնում են իրանց մի խոսքով էլի օրինակներ կարամ փորձեմ նույն Եվան էլի Եվա's Garden ծաղիկների հետ ասոցիացիա որտեղ մարդը հասկանում է թե ունեմ ասոցիացիա այդ կարամ վաճառեմ որտեղ երբ որ դու անընդհատ առաջարկներ ես ստանում բիզնեսներից ու քո գովազդի ֆիդբեքեր հասկանում ես եթե կարամ ես ինչ որ օտար մարդու բիզնեսի համար սենց արդյունք գրանցեմ բա իմի համար ինչ կարամ անեմ ու իմ դեպքում ստացվել անենց որ ես ի սկզբանե իմի համար եմ արել ոչ թե օտարի դրա համար օտարը խնդրում եմ ված չընկալեք էլի այլ մարդու լավ տենց ձևակերպենք դրա համար հենց համոզմունքս ի սկզբանե լավ դրված գնացել որ ես կարամ ինձ լավ վաճառեմ։ Խաղերը արտահանելու, թարգմանելու միտք ունեք, թե կարծում ես, որ դեռ լոկալ շուկան լրիվ ռեալիզացված չի վաճառքների առումով։ Լոկալ շուկան լրիվ ռեալիզացված է, կարծում եմ, մենք ուղղակի արդեն լողում ենք ինչ-որ կայունություն պահելու համար, վերև ներքև, բայց ինչ-որ կայունություն չեմ զբաղվում անկեղծ, որովհետև ինձ թվում է մարդու կյանքում գալիս է մի հատ փուլ, երբ որ ինքը sense ես շատ բավարարված եմ, այսինքն ոնց ասեմ այն ֆինանսի հոսքով, որ ես ունեմ, ու այն զբաղվածությամբ, որ ես ունեմ, ես լիարժեք ինձ երջանիկ եմ զգում, ու այլևս այո, իմ բիզնես պոտենցիալ ունի դուրս գալու, բայց դեռևս ես չունեմ այն էներգիան, էնտուզիազմը դրանով զբաղվելու։ Ինչ որ մեկի համար դա կարա լինի ճիշտ, ինչ որ մեկի համար սխալ, իմ չափով, այդ միշտ մարդկանց ասում եմ, էլի, անգամ որ աշխատանքով եք զբաղվում, կարևոր է այդ երջանկության կոմպոնենտն է, որովհետև միշտ մաքսիմալիզմը, հատկապես կապիտալիստական այս ժամանակահատվածում մեզ ցույց են տալիս աշխատի, շուտ զարթնի բան, բայց այդ են միֆային ընկալումներն է, որը ոչ մի դեպքում չի կարա լինի ներդաշնակ քո ներքին ապրումների հետ։ Դրա համար ես հասել եմ մի եկամուտի, որը այո, քիչ չի մեր իրականության համար այդ թվերը որ մարդիկ լսում են, բայց այն բավարարն է, որ ինձ կարա թույլ տա իմ ցանկալի կենսակերպը պահել։ Այսինքն ես ուզում եմ ճամփորդում եմ, ես նեն չի որ ձգտում եմ դեպի ճոխ ճամփորդության կամ ճոխ բրենդերի, ես հագնվում եմ իմ ուզած ձևով ոնց կարամ ինքնաարտահայտվեմ, ինձ առավել եւս հիմա շատ պետք չի Louis Vuitton կամ ու ես գիտեմ իմ պոտենցիալը, անկեղծ գիտեմ որ կարամ ավելի մեծ բաներ անեմ, բայց ես իմ կյանքի փուլում նախընտրում եմ կայունությունը, որտեվ եթե տենց սկսես ավելի մեծ ներգրավել, ավելի մեծ խնդիրներ, նոր մարտահրավերներ, ես խաղերով եմ կայունացել, նոր մարտահրավերներ չկա, գովազդով կայունացել եմ։ Ու հիմա չեմ ուզում իմ կյանքը ինչ որ ձև խարխլեմ նոր լարվածություններով։ Այո, միգուցե ինչ որ X ժամանակ հետո ես կմտածեմ նոր բան անելու մասին, բայց այդ կլինի դարձյալ ինքնարեալիզացնելու մասին։ Այդ չի լինի ինքնանպատակ, որ ես ավելի մեծ ֆինանսներ, ավելի շատ, կլինի որ ես հաճույք եմ ստանալու։ Lumo Studio-ն առաջարկում է բոլոր նախապայմանները լավ կոնտենտ ստեղծելու համար։ Եթե ցանկանում եք ստեղծել food content, Lumos-ում կգտնեք նորաոճ խոհանոց կահավորված իրական գազօջախով, սառնարանով, ջեռոցով եւ սպասքով։ Իսկ մյուս գերհագեցած տեխնիկայով եւ ռեկվիզիտներով զոնաներում կարող եք կազմակերպել ձեր ֆոտո եւ վիդեո նկարահանումները։ Կոնտակտները տեսնում եք էկրանին, ամրագրումները կատարեք նախապես։ Հայք բիզնեսից դեռ մի քանի հարցեր կուզեի տալ, բայց ուզում եմ հնարավորինս շատ թեմաներ ընդգրկենք, այնպես որ անցնենք բլոգինգի։ Ամեն ինչ սկսվեց ստատուսներից, ինչպես դու նշեցիր, ու քո բրենդային պոչիկից։ Այո։ Երբ դու զգացիր, որ որպես Հայկ Մկրտչյան քեզ արդեն ճանաչում են ու դու ունես բավականին ազդեցություն քո լսարանի վրա։
Իսկ մոտ դեռևս Facebook-ի ստատուսների ժամանակ, որովհետև ես սկսում եի արտահայտվել ուսանողներին, ինչպես կարելի է քննությանը պատրաստվել, ինչեր անել, ու զգում եմ, թե ինչքան մեծ է արձագանքը։ Ու այդ բանը հասկանում ես, որ դու այո, կան մարդիկ, ովքեր այդ քո փորձառությունը կիսելու կարիք ունեն։ Ոնց որ լսեն քեզ, իրանք այդ սխալները չանեն։ Դրա համար ոնց որ վստահ լինելով, որ մի հատ կարևոր բան կա, որ ես անընդհատ գնում եմ թեկուզ հանդիպումների 200 հոգի է նստած, ես ինձ ուզում հիշեցնեմ, որ անգամ մի post-ը, որը լայքում է 80 հոգի, շատ մեծ ծավալ է։ Ու առավել ես հիմա, երբ որ 20000 հոգի է նայում, ես խեն վազում ես մտքին, այդ ինձ անդադ հիշեցնում է, որ ռեալ մարդիկ են նստած։ Այս միտքը ես դեռևս ունեցել եմ այս գործունեության ամենասկզբում, որ դաժե եթե դու շատ քիչ փոփոխություն ես բերում, մեկ այլ բերում ես ինչ որ X մարդկանց կյանքում, դրա համար ոնց որ պատասխանատու լինելով գնա առաջ։ Այդ հենց սկզբի փուլում զգացել եմ ուսանողների մասով, հետո արդեն երևի թե շրջադարձային եղել է մեր կյանքում COVID-ը, երբ որ մենք պարապ էինք ընտանիքով ու ռեկ տվեցինք, ընտանիքով ինչ ձև մեզ դրսևորում ենք, առանց որևէ ցենզուրայի ենթարկելու, մենք ոնց կայինք, մենք տենց շփվում ենք։ Play-ը տալիս ու մոնտաժում տեղադրում ենք, այդ շրջադարձ։ Շատ լավն էր վլոգերը, ես հիշում եմ այդ ժամանակ այն ուրախություններից էր մեր, որ սենց տունը նստած էինք, շատ շատ։ Այդ մեզ այնքան էր ոգևորում, ես 10 օր շարունակ ամեն օր մի հատ վլոգ էինք post-ում, ու ես նման արձագանք չէի սպասում։ Հիմա վերադառնալով քո պոչիկի մասին, ես հասկանում եմ, որ պետք է հասարակությանը պրովոկացնել։ Ու նաև այդ եղել է իմ ներքին, ոնց ասեմ, անհամաձայնությունը, բողոքը ստանդարտների հանդեպ։ Այո, ես պոչիկ պահել եմ, պատկերացրեք ժողում սովորելով, երբ որ դու սենց մտնում ես ժող պոչիկով մի հատ շատ սիրուն աղջիկ է անցնում, քյարթերը ոչ թե նայում են այդ սիրուն աղջկան, այլ քեզ։ Այդ իմ բողոքն է եղել, էլի, որտեվ ես մեկը անդադ չեմ հասկացել այն ստանդարտները, որ կա, ու փորձել եմ իմ տեսակետը արտահայտել ֆիզիկական դրսևորմամբ։ Ես այն որ ռոզվի պալտոյով տղենել եմ եղել, դա էլ շատ լավ շահարկում։ Ես եղել եմ նաև Աստված, այդ փուլով ստատուսներ ունեի, որ չգիտեմ, մեր վերևի հարևանը ասում է Աստված կա, ասում եմ մերսի, բան չէ, սենց տափակ լիքը հումորներ ունեի, որ ստենդափում եմ կիրառել։ Հետո սենց շրջադարձեր ա եղել, COVID, ուսանողներին օգնելը, այն պլակատներ պահելը, ամենամեծ շրջադարձը երևի եղել է այն, որ մարդիկ չէին պատկերացնում մեր իրականության մեջ դու ոնց կարաս հարաբերվես ծնողներիդ հետ, որտեղ մենք շատ ենք իրանց սրբադասում, իսկ մեր մոտ շատ ավելի ինկերական ու ամիջական հարաբերություն է, ու ավտոմատ ծնողդ միշտ ճիշտ չի, կամ չգիտեմ, չկա այդ ֆորման։ Հա մենք իրար հետ հավեսով տժում ենք, ու այդ հիմա էլ որ հետ եմ նայում, ես պատկերացնում իմ արածներ ինչքան սենց ոչ թե լոպազանալու առումով, այլ ստանդարտ է դարել։ Հիմա մարդիկ հասկացան, որ ծնողներին է կարան օգտագործեն, էս անեն, այն անեն, ու սենց քիչ-քիչ ստանդարտներ է դառնում, ու իմ ներկայիս շրջադարձը, որովհետև ես պարտավորված եմ զգում ձանձրալի չմնալ։ Այդ սոցիալականացվելն է։ Հիմա ես, Եվան կամ թեկուզ առանձին մենակ իմ գործունեությամբ, մենք շատ խոսում ենք սոցիալական թեմաներից, հա։ Դրան անպայման կանդրադառնանք։ Այդ իմ վերջի զարգացումն է, այսինքն որպես բրենդ, եթե ինֆլուենսերը նաև բրենդ է, էլի, դու փորձում ես հասկանալ, ինչ հավելյալ ձև կարաս քեզ դիրքավորես, որովհետև ոնց ասեմ, անարդար է լսանիդ աչքում մնալ նույնը, ու ակնկալել, որ իրենք քեզ պիտի անդադար սիրեն։ Դու է պետք է աճես, ու դու է պետք է օգնես, որ լսարանդ թեկուզ անհամաձայն լինելով կամ ինչ-որ ավել արժեք ստեղծես։ Այս իմ ներքին, ոնց ասեմ, ցանկությունն է ավել արժեք ստեղծելու, էլի դա պարտադիր պայման չի բլոգերության մասով, բայց դա ցանկալի է։ Դու այն բլոգերներից ես, որ ունես կարծիք ու հաճախ արտահայտում ես կարծիքդ, երբեմն իհարկե մի քիչ կտրուկ ես լինում քո դրսևորումներում, ինչը բերում է որոշակի ինչ որ կոնֆլիկտային իրավիճակների տարբեր մարդկանց հետ։ Տարբեր բլոգավորված մարդկանց հետ, ով ես սեր ցուցակում եմ։ Հա, Նազանի Հովանեսյանի դեպքն եմ հիշում, էլի Իվետայի հետ էլ ինչ որ խնդիրներ է։ Այո։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այդ ստրեսը, կոնֆլիկտը ինչ որ ազդեցություն քո վրա ունենում է։ Այդ իրավիճակները ո՞նց ես դու հաղթահարում, անկախ նրանից, որ քո ընտրությունն է եղել բարձրաձայնել քո կարծիքը։ Վայ, ես գիտեմ, որ բավականին ռադիկալ եմ ու այդ առումով ասում ես հիանում եմ այն մարդկանցով, ովքեր կարողանում են երկու խնձորով ամեն ինչ բացատրել։ Ես երբ որ կան պարզ ճշմարտություններ, չեմ հասկանում, էլի օրինակ ոնց կարա մարդ լինի սեքսիստ, ռասիստ, խտրական, ագրեսիվ, ես չեմ հասկանում դրանք, էլի։ Ու ես մի անգամ ինձ կողա play տամ ու ասեմ, որ չեմ հասկանում այդ։ Ու սեն շատ սուր ստացվի։ Վերջերս իրականում իմ խոսելու տոնը բավականին փոխել եմ, երևի մի տարի, 2 տարի կլինի, որովհետև ոչ թե հոգնել եմ կամ բան, այլ գտնում եմ, որ այս տարբերակով ավելի ճիշտ է արտահայտվելը, առաջ ավելի սենց, ու նաև թերապիան է բավականին օգնել, ես անցել եմ թերապիա, էլի, ու փոխվել եմ մտքերս տեղ հասցնելու մասով, որովհետև ես նաև այդ առումով կոնֆլիկտ ունեցել եմ ծնողներիս հետ, ես չեմ կարողացել հանդարտ բացատրեմ իմ ճիշտը, ինչի եմ ես այս իրավիճակում սենց գտնում։
Թերապիան ինձ օգնել է, որ ես կարողանամ բարելավել իմ կոմունիկացիայի կարողությունները։ Այդ նաև պրոյեկտվում է հանրային կարծիք արտահայտելու մեջ, էլի ես փորձում եմ կառուցողական լինեմ, որ արգումենտներով խոսամ։ Ոչ թե էմոցիոնալ կողմ, ես ատում եմ, երբ որ դիսկուրսը գնում է էմոցիոնալ կողմով, ու ես վերջերս էլի, երբ որ խոսակցություն տենց եղավ Հայ Սուպերստարի մասով, ես փորձում եմ ասել արարքների մասին։ Չէ, այդ մասով ես օրինակ կարծում եմ, որ ամեն ինչ շատ չափի մեջ էր, թե քո կողմից, թե մյուս մարդկանց, ովքեր անդրադարձան, ես էլ եմ անդրադարձել մի ուրիշ դրվագի, ու կարծում եմ, որ այս պարագայում այո, պիտի խոսող մարդիկ ավելի շատ լինեն, որովհետև եթե դրա մասին ընդհանրապես չբարձրացնի, բնականաբար տվյալ հեռուստաընկերությունը նորմալիզացնելու է այդ ամեն ինչը։ Ու արել է, այսինքն տարիներ շարունակ արել են ու իրանք նստած մարդիկ չեն գիտակցում, որ սոցիումը փոխվում է, որ դու չունես առաջվա մենաշնորհը, ինչ չեմ կանչելու ինչ որ մեկին, որ ակնհայտ ունի մտավոր դժվարություններ, զարգացման առանձնահատկություններ, ու իրան դարձնել ծաղրի առարկա։ Այլևս այդ իրականությունը մենք չենք ապրում, մենք շատ հանգիստ կարանք բարձրաձայնենք ու տվյալ արտիստը, որին շատ սիրված ազգում, չեղարկված գա։ Զգա, որ մի վարքյան, բայց всё-таки այն եթե ամեղսունակը թվարի մեծ հումորը կամ կատակը, հիմա այլևս այդ ժամանակներում չէ, մենք ունենք դրա ծանր հակակշիռը։ Բայց եթե ուզում ես դու հետ գալով խոսամ մյուս բաների մասին, անգամ իմ անադարձը Նազենի Հովհաննիսյանի մասով եղել է նրան, որ ինքը շատ սուր մեղադրական ինքնախարանի մեսիջը հայերեն ոնց էր ուղերձ էր հղում աուդիտորիային, որ դուք եք մեղավոր, ձեր պատճառով է սենց վատ։ Ու այդ այնքան պրիմիտիվ մանիպուլյացիա էր, որ ես մտել էի ռիլ եմ նկարել այդ թեմայով, որ ասեն դուք մանիպուլացնում եք ու պետք չի մե բանը անընդհատ նույն հիմա էլ էլի թեկուզ քաղաքական առումով այդ ամենաձյոշ մանիպուլյացիան է, երբ որ ամեն ինչ գցում են բոլորի ջեբը։ Բոլորդ եք մեղավոր։ Երբ որ բոլորն են մեղավոր, ոչ մեկ մեղավոր չի։ Ունեն ձև էլի, ինչ որ ինքը կանգնեց ու սաղին մեղավոր հանեց։ Մենք այո դուք վատ եք ապրելու, էս եք անելու, դուք եք մեղավոր, ու այդ ինձ sense շատ ուժեղ հարված էր, ասում եմ խոսեմ սրա հակառակ կողմի մասին, էլի։ Ու հիմա է շատ բաներ կա, որ ուզում եմ խոսեմ, բայց արդեն այն որ հիշում ենք ներդաշնակության կետի եմ եկել, ասում օքեյ։ Ես իմ բաբլով, իմ բանով լիքը բաներ կա, չեմ հասկանում, ասում եմ դեռ արտահայտվում ես, բայց այլևս մենակ այն դեպքերին եմ անդրադառնում, որը ավելի սուր է, կամ փորձում եմ համընթանացնել նույն Արցախահայերի նկատմամբ ատելության խոսքը, ես փորձում եմ այս кейսը չէ, այս кейսը չէ, եկեք մի հատ ընդհանուր եզրակացության գանք, ու մի քիչ ավելի էմպաթիկ լինենք, էլի։ Բայց այդ կոնֆլիկտային իրավիճակները որ լինում են։ Ոչ, չեմ լարվում ես։ Այնքան հենց այդ է, որ օրինակ իմ մասին էլի, գիտեն, իմ մասին վատ ռիլ լինի, թեկուզ 1800 վատ կոմենտներով, ես գիտեմ այդ վատ տեսակետները որտեղից են գալիս, ես գիտեմ, որ ստանդարտներով մարդ չեմ մեր հասարակության համար, բացարձակ միջին վիճակագրական մտքեր չունեմ, ու օքեյ է, որ մարդկանց համար ես տրիգեր եմ, որ կարամ տղու ցանկալի կերպարի մեջ չտեղավորվեմ, եւ այլն, ու արդյունքում երբ որ իմ մասին սկսում են վատ բաներ գրել, ես գիտեմ այդ որտեղից է գալիս։ Այդ ինձ պետք է անհանգստացնի, իհարկե ոչ, որովհետեւ երբ որ ես միշտ եմ ասում, էլի ինքնավստահության կետը քո դաշտում ճիշտ տեղում է գտնվում, երբ որ գիտես դու ինչի մասին ես, ինչ արժեքներ ես կրում, այդ հոգո մասին ուզում են խոսան։ Եթե ինչ որ մեկ ասի դու վատ զավակ ես իմ մասին, է շատ լավ որդի եմ, ես գիտեմ դրա մասին, ոնց կարա դա մոտ անդրադառնա, ոչ մի ձև։ Ու ես չեմ կարա թույլ տամ ինչ որ անծանոթ X անձնավորության, ինչքան ուզում է ինքը իր ագրեսիան պարպի, իմ օրը փչացնի, որովհետև ես ուրախ ապրում եմ երջանիկ, ով ես դու, ես քեզ չեմ ճանաչում, ու խի պիտի ինձ խոցելի դարձնեմ քո առաջ։ Դրա համար այդ իմ ընկերական շրջապատում միշտ բոլորը գիտեն, որ Հայկոն համար մեկ էս մարդն է, ով բացարձակ թքած ունի այդ ամեն ինչի վրա, ու եթե այո, ես կարող եմ նաև սխալվեմ, բայց իմ հարազատ մարդիկ, մոտ մարդիկ, ես ունեմ մարդիկ, ովքեր չեն վախում իրենց կարծիքը արտահայտելու, ունակ են սեփական մտքերը ինձ դասավորելու, որը կլինի կոնստրուկտիվ, չի լինի վիրավորական, ու ես կարամ փոխվեմ, որտեվ անսխալական ոչ մեկ չկա, ու ես էլ իրոք շատ շնորհակալ եմ թեկուզ իմ աուդիտորիայից մարդկանց, ովքեր կարողանում են ճիշտ կարծիք արտահայտել, էլի, որովհետև միշտ պետքա արգումենտավորված կամ մեդալի տարբեր կողմերով ցույց տալ, որտեվ այո, ես ուզում եմ աճեմ, անկեղծ ես ուզում եմ աճեմ, ու ինձ էլ իմ աուդիտորիան բավականին օգնում է, որ այն տեսակետները, որ կարող է սխալ լինի, կարող է երկակի ստանդարտ լինի, փոխվեմ։ Որտեվ հա ես չեմ ասում ես Հռոմի Պապից կաթոլիկ չեմ։ Լիքը բաներ կարամ անեմ, երկակի ստանդարտ կարա նայվ, էլի։ Թո մարդիկ երբ որ ինձ ճիշտ մեսեջ են տալիս, ես էին մեջ կարամ ինչ-որ բաներ գցեմ բռնեմ։ Կարող գցեմ բռնեմ, ասեմ չէ, սենց ուզում եմ անեմ, որտեվ ուզում եմ անեմ։ Կարող ինձ այդ դուր է գալիս։ Օրինակ, էլի։ Օրինակ չէ, կարող անեմ էլ, բայց ոնց որ ես բացեմ իմ մասին ճիշտ որակավորումներ լսելու, որոնք գալիս են ազնիվ կետից, որոնք չեն գալիս մարդու ագրեսիայից։ Մի իրավիճակ էլ կուզեմ քննարկենք, եթե դեմ չես։ Վերջերս մի տղա, ով իդեպելի բլոգինգով է զբաղվում, հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ասում են, որ գուցե
բլոգերների աշխատանքը Հայաստանում գերագնահատված է։ Տեսանյութ ասպես բավականին չեզոք ինքը իր կարծիքը ասում էր առանց ինչ որ վիրավորական Հենց այդ է, ես ասեմ, ես միշտ խոսում եմ այնտեղ։ Բայց անհատների չէր վիրավորում ամեն դեպքում, էլի ինքը ասաց իր կարծիքը, ճիշտ է, ուրիշ հարց է, այդ կարծիքը ինչքանով է համապատասխանում, չէ, ոչ թե քո տեսակետին, այլ իրականություն, այսինքն այնտեղ բլոգերները ինչ կարող են անել այդ ամեն ինչը փոխելու համար, այդ լրիվ ուրիշ հարց է։ Հիմա ես ուզում եմ խոսենք քո արձագանքի մասին, որը իմ կարծիքով մի քիչ ավելի սուր էր, մի քիչ ավելի վիրավորական տարեր պարունակող էր, որովհետև ես իրոք չեմ հասկանում հենց այդ նույն երկակի ստանդարտների մասին։ Համաձայն եմ, ես կարա թե իրոք համաձայն եմ, ոչ ոք կարա դրսևորվի երկակի ստանդարտ, բայց տվյալ անձնավորություն մասին խոսում ենք, այնքան անդրադարձ է մեզ, ու ես իմ համար Բայց ինքը համայնքից չի։ Հենց այդ է, ես այդ չեմ հասկանում, երբ որ մարդը փորձում է փորի իր ոտքի տակ, մենք բոլորս գիտենք ինքը ինչքան փորձեր արել բլոգեր դառնալու։ Ինչքան ու չի ստացվում իր մոտ։ Փաստացի, այսինքն ինքը տեսանյութ իմ դիտումների եւ այլն, դիտումները դրանք կրիտերիա չեն, անկեղծ։ Հայաստանում կարաս 100-ից ու ստանաս բավականին մեծ դիտումներ, կրիտերիա այն թե ինչ դու ընկալում ունես, փոփոխություն ունես, ինչպես է քեզ վերաբերվում հասարակական սեկտորը, ինչպես է քեզ վերաբերվում բիզնես սեկտորը, ինչպես է աուդիտորիան քեզ եւ այլն։ Այո, մեր մոտ կներեք, տենց շատ վատ համացություն են վերել, դոգնել է հեղինակություն։ Արդյոք կուզենամ ինքը մեր համար լինի հեղինակություն, սենց կլինեմ էլի, որովհետև այդ մշակույթը ինձ հարիր չի։ Հիմա նույնիսկ երբ որ ես կարամ անընդհատ հասցե ուղերձներ անեմ, քաղաքապետարան, ձեր ուշադրությանն եմ հրավիրում, ինչ որ սենց խնդիր, սենց օքեյ։ Հիմա գիտեմ որ սրան է անդրադարձ կարա լինի, բայց այդ սենց մի հատ գիծա, որը շատ հեշտ է բռնել ու այդ անելը, օքեյ, ինքը գտել է իր նիշան, շատ ուրախ եմ իր համար անում է, բայց վերադառնալով պատմության իմ համար ամենամեծ անարդարությունն էր, որ իմ ոլորտը մանիպուլացվում էր, ու հենց ոլորտի ներկայացուցիչի կողմից։ Երբ որ դնես համատես ցանկացած մարդու աշխատավարձ ուսուցչի աշխատավարձի հետ, տեղ բնականաբար հասկանում ենք ուսուցիչը ինչ դեր ունի, ինչ հասարակական ընկալում ունի, ու բոլորի համար լինելու էր անարդար։ Բայց ես դա ուզում ասել, ինչի են տենց համատություն դնում։ Ես ոնց կարամ իմ ոլորտի խնդիրները թողած, ոնց որ ոչ թե իմ ոլորտը, այլ սենց գնամ, ասեմ մի վճարեք ինձ։ Նույն ձև, եթե իրան գային վճարեն, ինքը ասել էր մի վճարեք, համոզված եմ չէ։ Կամ բանվորի աշխատանք, այո, ամեն մեկս անում ենք այն աշխատանքը, ինչը մեզ հարմար է ու չի կարելի հիերարխիա դնել։ Այդ նույնիսկ հիերարխիա էր դնում ինքը այդ ամեն ինչի մեջ, բանվորի աշխատանք, որ եկավ քաշտվեցիք, դուք բողոքում եք, բայց ես իրոք բողոքներ չեմ լսել մեր ոլորտում։ Այսինքն sense նույնիսկ գոնե кейսերով լիներ, կասեի հա, ու այո, կարող է կրկնակի ստանդարտներով բավականին սուր արտահայտվեցի, որտեղ դրա ֆոնային կար այդ մարդու անընդհատ ագրեսիան իմ հանդեպ, իմ ընկերների հանդեպ ու ոլորտի հանդեպ, ու ես չկարողացա ինձ զսպեմ, որտեղ առաջի դեպքը չի, որ ես իր մասին անդրադարձ կատարում եմ, էլի, ու հետո էլ իր մասը, բայց ոնց որ ես կուզենամ այս թեման փակված լինի, օքեյ, ուրախ եմ քո համար, դու քո գործունեությունը, դու քո նիշան, ես ոնց որ իմ գործունեությունը, իմ նիշան, ոնց կարանք անենք, օքեյ, ամենքս մեր ճանապարհով, բայց փորձենք ֆոն չստեղծենք, այդ մեր հասարակության ամենամեծ խնդիրն է, ինչ որ մի բանի լավ լինելը, միշտ հարաբերական ինչ որ մի բանի հաշվին, չէ, մի խոսքով անարդար ես տրիգերվում եմ անարդարությունից ու տեղ իմ հանդեպ շատ մեծ անարդարություն զգացի որպես այդ մասնագիտությունը կրողի ու չէի կարող լրել դրա համար բարձրաձայնեցի ոչ այն կոռեկտ տարբերակով որը կարելի էր հենց play տալու ասել որ sense դրա համար հա շատ սխալ էր բայց ստացվեց դենց ոնց որ ստացվեց այդ բայի հույզերով Թեման շարունակելով խոսենք նաև ատելության խոսքի մասին, իմ բոլոր բլոգեր հյուրերի հետ խոսել ենք սրա մասին։ Դու քանի որ երկար տարիներ արդեն զբաղվում ես սրանով, կարծում եմ որոշակի իմունիտետ պիտի ունենաս, բայց նաև քանի որ քո բլոգում ներգրավել ես քո ծնողներին, ինձ հետաքրքիր է ոնց ես նրանց պաշտպանում այդ ալիքից։ Շատ դժվար, որտեղ եթե իմ ասով ես ամբողջ իմ գործունեության ընթացքում բացարձակապես անտարբեր եմ ատելության խոսքին, եթե իհարկե դա շատ սուր է լինում, դատական հայցեր են ուղղվում տվյալ անձնավորությունների հանդեպ, ես ում բոլորը իմանան, իհարկե չենք հանրայնացնում, որտեղ մի քիչ ավելի երկար է տևում process-ները, բայց շուտով նաև կլսեն ինչ որ մարդկանց, ովքեր շատ լուրջ տույժեր են վճարում մեզ իրենց ազատ կարծիքի համար, որտեղ ազատ կարծիքն ու վիրավորանքը օրենքով տարանջատվում, ազատ խոսք ուրիշ բան է, վիրավորանքը հստակ ունի օրենսդրական իրավական կարգավորում, կարողանում է տարանջատվել ու դրա դիմաց դուք կարաք մեզ գումար վճարեք, մի խոսքով։ Ես շատ հեշտ ծնողներիս մասով կրթելով, շատ քիչ, որտեվ անդադ այդ միտքն եմ էլի ասում մամ, մենք լավ ենք ապրում։ Կարող բանալի բան եմ ասում։ Հա, մենք իրար հետ երջանիկ ենք, հա, մենք իրար հետ ժամանակ ենք կիսում, հա։ Դուք որ կոնտենտ ստեղծում եք, որտեղ մարդկանց մոտ տպավորությունն է, ես շահարկում եմ ծնողներին,
մեր ոդքասթում էլ ենք խոսում, էլի, այն դեպքում, երբ որ իմ ծնողները ավելի հաճույք են հիմա ստանում, քան ես, որտեղ ես տարիների ընթացքում սպառել եմ իմ այդ հետաքրքրության ծավալը, իսկ իմ ծնողները շատ հաճույքով են նկարվում։ Էս էլ անենք, եք դրսևորվում են, ու ես անչափ երջանիկ զավակ եմ, որ այս տարիքում papas 60-ից է, մամաս 50-ից է, ես տվել եմ հնարավորություն ռեալիզացվելու։ Արդյոք շնչառություն ես տվել։ Այո, արդյոք այն մարդիկով վատ բան է գրում, այս կողմից նայում է մեդալի։ Դժվար։ Արդյոք այդ վատ բան գրողը նույն հնարավորությունը տվել է իր ծնողի համար։ Չեմ կարծում, որտեվ իմ համար բարեկրթությունը շատ կոնկրետ սահմանագիծ է։ Բարեկիրթ մարդը, եթե իր ծնողների համար նման գործունեություն անում է, չի կարա վատ կոմենտ գրի, չի կարա ագրեսիվ կամ ատելության խոսք տարածի։ Պապաս դեռևս խոցելի է ատելության խոսքի հանդեպ, ինքը շատ երջանիկ ամեն օր կարա ժամերով sense թերթի լավ կոմենտները կարդա, մի քանի վատ կոմենտ անտեսում է, բայց ինչ որ մի հատ փուլից ասում պապ, հələ հետարի, թքած իրանց վրա, չէ մի հատ սրան լավ պատասխան, ասում չէ, որտեվ այդ նույն ագրեսիա փոխանցող մարդու նպատակը սնելն է իր ագրեսիան։ Ես չեմ ուզում սնեմ։ Ես ուզում եմ, որ ինքը անտեսված զգա, կհեռացնեմ, կբլոկավորեմ, ով է, ով է իր ինքը, որ փորձի ինչ որ ձև իմ ծնողի տրամադրության կամ իմ գործունեության վրա ազդի, եթե ոչ դրական ձևով։ Okay, դրական ձևով շատ շնորհակալ եմ, իրոք շատ շնորհակալ եմ, էլի այդ մարդկանց, որովհետև այո, մենք համոզված եմ ընտանիքով լիքը կարծրատիպեր կոտրել ենք ու կոտրում ենք, մենք շատ մի ստանդարտ ենք, այդ լիքը մարդկանց ոգևորում է, ու մնացած մասով եթե բացական ենք ստանում, մենք անտեսում ենք, որտեվ միշտ կյանքում ունես ընտրության հնարավորություն, ինչի վրա հենվես։ Մենք հենվում ենք դրականի վրա ու իրոք sense անսահման շնորհակալ բոլոր այն մարդկանց, ովքեր չեն զլանում ու ամեն անգամ թեկուզ մի հատ լայք են դնում, թեկուզ մի հատ մեկնաբանություն գրում կամ ինչ որ մի բան ասում, որտեվ այնքան շատ է այդ նամակները, ասում են Հայկ ջան, մենք քեզ էլ քո համար չենք հետևում, ծնողներս, ասում են ջան, ասում ապրեք դուք, ես իհարկե կապ չունի, որտեվ իմ ծնողին սիրել իմ համար հավասար ու ավելի կարևոր արժեքավոր է, քան ինձ սիրեն, որտեվ այո, ես ունեմ ինձ սիրող 3-4 հոգի, իմ ավելի ջերմ է, որ լսեն ծնողներիս հանդեպ։ Մնացած այո, մարդիկ սիրում են, բայց պատկերացնեք երեխայի համար ինչ մեծ գնահատական է, երբ որ օտար անծանոթ մարդիկ ասում են սիրում եմ քո ծնողիդ։ Գովում են քո ծնողի պատրաստածը, խաղը, չգիտեմ, հումորը, ամեն ինչ։ Ես աշխարհով մեկ եմ լինում, հանգիստ իմ մասին մի ասեք, ծնողներիս մասին ասեք, այդ կրկնակի երակի վերադառնում է ինձ։ Շատ համաձայն եմ այն մտքի հետ, որ ասում ես կոմենտ գրողները հաստատ նույնը իրենց ծնողների համար չեն կարողանում անել, նույն այդ 4 միլիոնի հոլովակի կոմենտներում մեկը գրել էր, եթե այդքան վաստակում ես, պապայիդ համար էս մակնիշի մեքենան առ, ինքը էս մակնիշին նակշում, բայց նույն այդ մարդը կարողացել է իր ծնողների համար նրանք ստեղծի պայմաններ, որտեղ իրենք 50-ից հետո կարողանում են ճամփորդել 60-ից հետո, որտեղ Հայաստանում 50-60 տարեկանից հետո մարդիկ համարում են, որ կյանքը վերջ, արդեն երեխաները, թոռները, քիչ ընտանիքներ կան, որ օրինակ կարող են նորից աշխատանք ունենալ, երկրորդ շնչառություն ունենալ, սկսել ճամփորդել, ապրել ավելի լավ կենցաղային պայմաններում։ Այդ մասով կարծում եմ, որ այն ամեն ինչ ինչ դու ցույց ես տալիս, շատ մեծ գնահատականի արժանի ու կարծում եմ, որ մարդկանց վրա էլ լավ անդրադառնում է ու հիմիկվա սերունդն էլ փորձում է ամեն ինչանի ծնողների են բացը լրացնելու համար, որ գուցե իրենք երիտասարդ տարիներին այդ հնարավորությունները չեն ունեցել։ Ճամփորդելու, ավելի լավ ապրելու, ավելի լավ կենցաղ ունենալու։ Ես մի հատ բան եմ ուզում ասեի, ոնց որ ես տեսել եմ մենք ինչ ֆինանսական վիճակում ենք եղել, օրինակ նշել որ մեր կյանքը sense հարթ է, ես մեծացել եմ ֆինանսական ճգնաժամ ենք տեսել, շատ վատ ենք ապրել եւ այլն, ոնց որ ես իմ մտքում գիտեմ, որ անսահման մեծ հոգսից ազատել եմ իմ ծնողները։ Ես գիտեմ թե ինչ է նշանակում պարտքերով, վարկերով գլուխը դնել բարձին, ունենալ վատ ու լարված ընտանեկան հարաբերություններ, որտեղ քո միտքը մենակ պատտվում է նրա շուրջ, ինչ ուտել, ինչ որտեղից գումար գտնել, որ ուտել։ Երբ որ ես կարողացել եմ դրանից ազատեմ, ես ինչ շատ եմ գնահատում, էլի, ես ուզում եմ մասին ինչքան վատ բան գրեն, ես գիտեմ որ մեծ բան եմ արել։ Հայաստանում sense որ դու արտահայտվես, կասեն մեծամիտ է, բայց ստե ճիշտ ինքնաարժևորումն է իմ համար։ Այո, ես գիտեմ ինչ եմ արել, ու նաև թեկուզ մեքենայի մասով, այո, փոխվելու է, ինչ որ փուլի է փոխվելու։ Չգիտեմ մարդիկ մենք ինչ ենք խոսում մեր ընտանիքներում։ Մենք կարող մեր եկամուտները այլ ձև ենք տնօրինում, մարդիկ ուզում են, որ դու քո ուզած ձևով, իրանց պատկերացրած ձևով տնօրինես, որտեղ մարդկանց համար երջանկությունը մի քանի ֆորմաներ ունի։ Հայաստանում այդ ավտոն շատ է ֆետիշացված։ Իմ papan այդ մեքենայով, օրինակ մենք մեծ ընտանիք ենք, իմ խաղերն է առաքում։ Այո, զուգահեռ կողքից ավտո լինելու է, այո, բայց այդ երբ է լինելու, չպետք է ինչ որ մարդկանց անհանգստացնի։ Նույն մեր տունը, անկեղծ մենք կարենք վերանորոգենք շատ երկար ժամանակ առաջ, որտեղ ֆինանսապես այդ ոնց որ մակարդակին էինք, որ մեզ կարենք թույլ տենք, ինչ որ ավելի ուշ է եղել, որտեղ հանգամանքներն են տենց դասավորվում։ Կողմ մենք ուզում ենք ճամփորդենք, դրա վրա են գումար, այսինքն խին մարդիկ իրանց վրա պատասխանատվություն վեկալում, ապրելու քո կյանքը, քո ֆինանսներով։ Այդ ամենամեծ սխալ բանն է։ Մենք ենք սահմանում մեր համար ինչն է երջանիկ, գումար ինչի վրա ծախսենք, ոնց։ Մենք հիմա օքեյ, անհոգ ապրում ենք։
թե դրա դեպքում ավտոն կլինի Opel, թե իշավոտնուկ, թե ինչ, ոնց որ դե իշավոտնուկ ենք ասում մեքենային, էլի։ Այդ արդեն մեր տիրույթում է, ու ոնց որ ես այդ եմ ասում, էլի, շատ կարևոր է մարդիկ, չեմ ասում ինձնով հիանան, բացարձակ այդ մեծամտությունը չէ, բայց մարդիկ փորձեն մի քիչ ճիշտ մոտիվացվել, որտեվ ես իրոք 0-ից չեմ, ոնց ասեմ, 0-ից եմ հասել այս ամեն ինչին, իրենց աչքի դիմաց։ Ուրիշ բան, ես հարուստի երեխալն եմ, ասենց հա թողասեին արժեզրկեն, բայց ոնց որ տենում են գործնեության ուղի։ Ոնց որ ես էլ այնքան իմ ընկերական շրջապատում մարդիկ ունեմ, ես բացեմ հիանալու, ես իմ որ ամենասիրուն էմոցիան է, որ տենաս մարդը ոնց է փոխվում, ինչա ստեղծես, ու ասես հալալա։ Անկեղծ ասես հալալա, այդպես ոնց որ այդ արժեքների կողմ գնան, էլի մարդիկ, որտեվ ատելությունը մի քիչ շատ է, ու պետք է ոնց որ մեր միջից փորձենք այդ ներքին ագրեսիան կրճատենք, որովհետև ագրեսիան շատ դեպքում անզորության զգացում է, ոչ թե շատ դեպքում ոնց որ գերակշիռ դա է, ու ինչի է մարդու մոտ առաջանում, որովհետև ինքն է կուզեր ինչ-որ տենց մի բան, ու իր համար կա ավելի հեշտ ճանապարհ արժեզրկել դա, դրա համար սկսվում է արժեզրկման process բլոգերների կամ ինչ-որ մարդկանց գործունեության հանդեպ, ովքեր ինչ-որ բանի են հասեք, հանց թե մոտիվացվել, դասեր քաղել, լսել ինչ են արել, ոնց են արել, ու այդ նոր ճանապարհը, որտեղ այո, եթե բլոգերության մեջ շատ գումար կա, դուք էլ եկեք, անկեղծ եկեք, այնքան լավ կոնտենտի, բովանդակության կվազին չէր, էլի ընդհանուր կարիք կա, բայց ինչպես ցանկացած գործունեություն ունի իր դժվար ու հեշտ կողմերը։ Չես կարա մեկի մեղադրես, որտեղ դու դրա ծանրակշիռ կողմը չես տեսել, ու ես իմ շրջապատում շատ ունեմ մարդիկ, որ ասում են սկսեցինք, ասում են ես պատրաստ չէի այդքան ատելության, ես դուրս եկա։ Նիլ հայկական բրենդն առաջարկում է ոճային ու յուրահատուկ հագուստի տեսականի ձեր առօրյա կամ երեկոյան կերպարն ընդգծելու համար։ Կրիր հայկականը, կրիր Նիլ։ Խոսեցիր նաև սոցիալական հոլովակների մասին, այս մասով էլ շատ գնահատելի է քո եւ Եվայի աշխատանքը, որովհետեւ անդրադառնում եք հիմա բավականի խնդրահարույց հարցերի։ Այս նախաձեռնությունը ձեզ է պատկանում, թե կա ինչ-որ ընկերություն, կազմակերպություն, որի հետ համագործակցում եք։ Այս նախաձեռնությունը սկսվել է շատ հետաքրքիր կետով, մենք վեյփերի մասին նկարեցինք տեսանյութ, ու մենք չենք պատկերացնում, որ այդ կարգի մեծ արձագանք կարող ունենա, որովհետև ոնց ասեմ, ոնց որ մենք այդ միտքը կիսում ենք, որտեվ որևէ հետազոտություն չկա, շատ տարածված է, տեսնում ենք ու նկարեցինք, բավականին տարածվեց, հետո տենց մոռացանք, մի օր հասկացանք, որ իրոք այդ մենք ուզում ենք խոսանք, որովհետև հիշում եք այն շրջադարձերի մասին, որ պետքա յուրաքանչյուր բլոգեր իր կյանքում ունենա, որտեղ հակառակ դեպքում աուդիտորին լճացում է տեսնում, իսկ ես չեմ ուզում որ տենց բան լինի։ Մենք հասկացանք, որ սա մեր երկրորդ շնչառության կետն է։ Նու ամեն երկրորդ չէ, կարող քանակներով 5-րդ, 6-րդ, ու մենք սկսել ենք անել, բայց մի հատ կարևոր պատասխանատվությամբ, որ մեր ամեն սցենարի հետևում կա մասնագետ։ Այս ուզում իրոք մարդիկ իմանան, որ ոչ թե մենք ուղղակի սենց գրում ենք, որտեղ հեսա աշխատելու է այս ռիլը։ Մեր բուլինգի թեմայի հետևում, երբ որ մենք գրել ենք, կա Տաթևը, ֆանտաստիկ մանկական հոգեբան, ում հետ նաև մենք ոդքասթ ունենք։ Առողջապահությունը Լիդիան կանգնած, որ մենք վերահսկվում ենք մեր կոնտենտի առումով, որովհետև շատ դժվար է հիմա մոլորության մեջ գնալ ու քեզ փորձագետ չդիրքավորելը, որովհետև այդ արձագանքը, որ ստանում ես, դու ուզում ես մի քիչ այս թույն եմ վերջնեմ ու դե հասկանում ես, որ սա հոպ քեզ դրեցիր փորձագետի տեղ, հələ մի հատ դուրս արի ու մենք սկսում ենք կոնտենտ ստեղծել, զուտ խորհրդակցելով մարդկանց հետ։ Հիմա անկեղծ ուզում ենք նաև խաղամոլության մասին ստեղծենք, չենք գտնում մասնագետ, որ մեր կարա մեր մտքերը խմբագրի կամ որ կարանք վերջում ասենք, եթե ունեք, դիմեք ստեղ։ Չգիտենք այդ ում պիտի ասենք, դրա համար հələ որ այդ օրինակ այդ կոնտենտը փուլ է, ստոպ է, այս մեր նախաձեռնողականությունն է, նույնը ոչ մեկին չի ստիպում օրինակ կանգնել խոսալ Արցախ հայերի մասին ատելության չտարածելուց, այդ իմ ներքին ապրումներն է, այդ իմ ներքին անհանգստությունն է, անարդարության զգացումն է, զգում եմ այդ պահին, ուզում եմ բարձրաձայնեմ, ու նաև մի հատ ուրիշ կարևոր քայլ կա, որ սոցիալական մասով երբ որ դու խոսում ես, այո, դու նաև կարաս սոցիալական համագործակցություններ ստանաս ու միշտ հպարտանում նրանով, որ Հայաստանում միակ ու եզակի բլոգերներից եմ ես, հետո Եվան եւ այլն, առաջ տեղում էլ ինձ դնում Եվա կներես, հաստատ կների ինձ, որ շատ մեծ թվով համագործակցություն ունեմ հասարակական սեկտորի հետ։ Ինձ գալիս են դիմում են նաև կազմակերպություններ, ովքեր օրինակ UNICEF-ն է դիմում, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է դիմում, Թումոն է դիմում, չի ապագա լիքը այնքան գործընկերներ կան, որտեղ հասկանում ես մարդ իրենց արժեքներ կիսողն է, ու այդ դեպքում որ դիմում են հստակ գրված անդեղով է դիմում, էլի ում մասին է, Հելսինկյան քաղաքացիական անսամբլն է դիմել, Վանաձորիսն շատ կան, ու ես ջոգում եմ որ այո, ես ուզում եմ նաև լինել մի քիչ սոցիալական, քաղաքական չեմ կարող լինեմ, ինչի համար, որտեղ
ուղեղս չի ձգի, անկեղծ sense այնքան սպառված վատ կզգամ, ու այս դեպքում այն հարթությունն է, որ չես կարա կոռեկտ արտահայտվես, էլի չեմ կարամ հեսա որ լինեն ինչ որ բաներ քաղաքական ընդհանուր մանիպուլյացիաներից խոսամ, բայց չեմ ուզենա այս թեև այն թեև ինչ որ բան, այդ իմոտ Facebook-ն է մեկ-մեկ ներվայնանում ստատուս եմ գրում անցնում առաջ, այս սոցիալական թեմաները որ կա, այդ իմ հավելյալ արժեքն է, որ հենց հիմա ես ու Եվան փորձում ենք մեզ որպես բրենդ ստեղծել, ապահովել, ու զգում ենք թե վայ մի հատ բան պատմեմ էլի, որ սենց այնքան էի չի հավատում։ Գնացել եմ տուն, մամաս ասում է, գիտես չէ, մեր մոտ Քանաքեռում բանջարեղենի խանութ կա, աշխատակիցները արցախահայեր են, ասում է իրանք լացելով, ասում են ձեր, ոյ կներքի եմ շոկվում, ասում են ձեր տղայից շնորհակալություն կհայտնեք այդ իրա տեսանյութի համար։ Ես զգում եմ ինչքան մեծ բան եմ արել, բայց այդ այն կետն է, որ ես այդ իմ համար բանալի բան է, որ դու չպետք է ատես մարդուն, դու չես կարա, դու այնքան մարդ պիտի լինես, ինչքան չգիտեմ թերի պետքա լինես, որ այդքան փորձառություն անցած, այդքան տրավմատիկ կյանքով ապրած մարդուն խոցելի դարձնես, չեմ կհասկանում։ Ես իմ համար առասարակ որ տենց բաներ ենք խոսում, ասում Եվան, եթե մենք լինենք Եվրոպայում, մենք բլոգեր չենք լինելու, որովհետև ընդ որ ասես խտրական եղեք, ասես հա բա։ Սովորական։ Հա, խտրականն ես քեզ cancel կանեն, իսկ մեր մոտ հələ սենց ենք ստանում։ Այդ վաուչի անգամ էլի մեր գործունեությունը մեր համընդհանուր ճշմարտությունների մասին բարձրաձայնել է։ Հայք Հայաստանում պետությունը բլոգերների հետ համագործակցում է։ Վայ, փորձում է երևի թե, որովհետև տարբեր կետեր կան, օրինակ առողջապահության նախարարությունը հայտնեց մի հատ տենդերի մասին, որ ասին Եվան ու դուք դիմեք։ Մենք չենք կարող այդ աճուրդի process կա շատ մեծ թղթաբանություն, ասում չենք կարող մասնակցենք, չէ, դուք դիմեք, չկարողացանք, իրոք չկարողացանք, ու արդյունքում հաղթեց մի հատ X ընկերություն, խայտարակ վատ պայմաններով, որ մեզ գրում էին անընդհատ, մենակ ինձ 3 անգամ լատին ատարետ ուղակի որ հասկանաք էլ իրանց կոմպետենցիան, բանը առողջապահական այս թեմայով ռիլ կնկարեք 200,000 դրամ, հա դե մեկը լոգո չինելու համոզում են որ նկարենք։ Ու մեկ էլ ինտերնետում դու տենում ես բլոգերները տեղադրում են, չգիտեմ, ինչ որ մեկը Car City մասին վիդեո։ Ասես բայց вообще դրա մասին չէր։ Ու մի քանի օր հետո տեղադրում է ոնց է իր երեխան իր գիրկը մեքենայի դեմը նստած։ Ինչ էր անում Հայկը Մկրտչյան, սկրինշոթեր էր անում, ուղարկում էր առողջապահության նախարարություն, ասում են, «Նեք, ձեր արածը անօգուտ է, որովհետև չի կարելի, ասում, չի կարելի sense գնման process-ի մեջ դրել էին, որ պետքա 70,000 ավել հետևորդ ունենային, ու այդքանը, հա։ Ու այդ մարտիկով այդ տենդերը շահել էր շատ ցածր գումարով, դենդը գինն է, էլի առաջնային։ Ընկել էր ոլորտից քերում էին այդ ռիլերը, որտեվ հստակ քանակ կար։ Հա իրական ես կուզենայի մենք է հաղթենք, որտեվ հա ինչի՞ չէ, ես այդ թեմաներից խոսում եմ ու եթե մի հատ է ֆինանսավորում դրա համար, շատ շնորհակալ կլինեի, բայց չստացվեց։ Ու այն մյուս թեմին հիմա կասեք Հայկո ջան, բայնային 200,000-ը վերցներ խոսայր, այդ է ավելի անարդար էի դիտարկում, որովհետեվ գիտեի թե հետեւյալ կազմակերպությանը ինչքան ավելի մեծ գումար է գնացել, ու ինքը ոնց է պրոստը համոզում մարդկանց շատ ցածր գումարներով բան անել։ Ու ցավոք այո, մեր ոչ թե ցավոք, երևի Հայաստանում մենախնդիրը, որ մենք չունենք բլոգերների կոալիցիա կամ ինչ-որ մի հատ միավորում, որ այնտեղ զգուշացնենք, ժողովուրդ եկեք չանենք, որովհետև այս կազմակերպությունը ավելի շատ գումար է աշխատելու, պարզապես իրանց ենք սնում, շատ վատ կոնտենտի համար ու պրոստը հայտնվեցին այնքան անիմաստ ռիլեր, Վիկիպեդիա ռիլեր, ոչ դիտելություն ունեին, ոչ այնպես պիտի համար ինչ-որ մի բան արվեց, դրվեց, այս այդ մասով, բայց մի անգամ առողջապահության նախարարության հետ հաջող համագործակցություն ունեցել ենք առողջ ապրելակերպի մասով ու էլ ինչ կար այլևս չէ որովհետև մնացածը միջնորդավորված գալիս են կազմակերպություններով այսինքն ՀԿ սեկտորն է միջազգային կազմակերպություններ են ուզում հիշեմ որ սխալ չստացվի Ես մտածում եմ որ այդ ձեր նույն սոցիալական հոլովակները շատ լավ համագործակցություն կլինեին պետության հետ Նույն ձև ես էլ եմ մտածում, որ այդ այնքան գաղափարները ավելի շատ է, բայց հասկանում որ այդտեղ բյուրոկրատիա է, ուրիշ պատկերացումներ են, ու շատ խնդալու է, էլի նաև դե մարդ պատկերացնում եք, չէ, պետական համակարգում հաստատ երիտասարդ էնտուզիազմով SMM-շիկներ չկան, որ օրինակ բայց մի հատ է պիտի համոզեն վերևներին, որ այս տրենդը եկեք սենց անենք, այս ավելի ազդեցիկ է, դրա համար ոնց որ երևի քիչ-քիչ կգան դրան։ Հա, վայ չէ, արել ենք։ Մի հատ համագործակցություն է եղել, բայց էլի չէ, չկա ուղիղ համագործակցություն, սա միջնորդավորված է, բանը պատմեի, թե ինչքան կարևոր է նաև մեր պետության սահմանները ամուր ունենալու համար, սահմանամերձ գոտիների մարդկանց շնորհակալություն հայտնել կամ ոնց որ այն մարդկանց, ովքեր իրոք մնում են տեղ ապրում են, իրանք մեր սահմաններն են, էլի, որտեվ դու իմանում ես, թե ում համար ես երկիրդ պահում այդ եղել է համագործակցություն, բայց դարձյալ էլի ինչ որ sense միջնորդավորված էր այլ կազմակերպություն, որը գիտակցում էր մենակ ԶԼՄ-ները այլևս քիչ են կարծիք ստեղծելու կամ տարածելու համար։
Եվ ամփոփելով զրույցը, որը կլինի քո խոսքը կամ չգիտեմ խորհուրդ չեմ ուզում ասեմ, երիտասարդին պատանուն, ում համար քո գործունեությունը ոգեշնչող ու ոգևորող է։ Նախ շնորհակալությունը կլինի, բայց շատ շնորհակալ եմ, որտեղ այդ իմ համար մեծ գնահատական է, էլի, առանց շփոթանցնելու, որտեղ ես մեր չաթում անդադ գրում եմ, երեխեք չեմ հասկանում այդ խինգարի նկարվում։ Ոչ թե ասենց որ վայ հայկույթի չես խոսում, չեմ ուզում էլի, բայց իրոք չեմ հասկանում, որտեղ ասում, չէ երեխեք, պիտի դուք ավելի մեծ ստանդարտներ ունենաք, ավելի մեծ մտածեք, ասենց եւ այլն, դրա համար այն մարդիկ ովքեր ինչ որ ձև գնահատում են, իրոք ի սրտե շնորհակալ եմ, դաժե չհասկանալով, ինչ որ տեղը չհասկանալով, շատ շնորհակալ եմ։ Մյուսը ինչ խորհուրդ կտամ, որ իրոք գտնեն այն զբաղվածությունը, ինչը իրանց համար ներդաշնակ է։ Ոչ թե վազեն ծրագրավորում, որտեղ շատ գումար կա, բլոգերություն, որտեղ ոնց որ հեշտ է։ Հիմա ունենք ամենամեծ հնարավորությունը կամավորության, շատ մեծ է։ Յուրաքանչյուր կազմակերպություն, ես այտենց է սկսել եմ, ինձ տենց եմ բացահայտել։ Գնացեք տարբեր տեղեր, փորձեք կամավորություն անել, բացահայտեք ձեզ ու ձեր լավագույն կետը վաճառվող։ Դրանից հետո նոր կառուցեք ձեր բոլոր մտքերը ու պատրաստ եղեք, որ դուք փոխվելու եք։ Ու պարտադիր չի դուք մի տեղում անընդհատ մնաք, փորձեք ձեզ անընդհատ փորձեք, գտեք լավագույնը ձեր համար, այդ կետը օգտագործեք, տրանսֆորմացրեք ու կարևորը եղեք ներքին բավարարվածությամբ ինքներդ ձեր հանդեպ, որտեղ մեզ հիմա մեսեջներ ա գնում, որ կարևորը գումար աշխատելն է, այդ շատ կարևոր է, բայց այդ բուրգի գագաթում չի գտնվում, տենց։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար։ Շատ շնորհակալ։ Ու բարի թռիչք։ Ապրես շատ գնամ արագ-արագ թռնեմ հիմա։